Հայաստան-Իրան պետական սահմանի ագարակի անցակետով Իրանից Հայաստան են գալիս հիմնականում կանայք ու երեխաներ։ Ագարակցիները լսել են, որ միայն Իրանի քաղաքացիություն ունեցողներին իրանական կողմը հազվադեպ է թույլ տալիս հատել սահմանը։ Հայաստան եկողներից շատերը կամ երկքաղաքացիությամբ իրանցիներ են, կամ երրորդ երկրների քաղաքացիներ։ Դրա համար էլ մեծ չէ հոսքը։ Ագարակցիների խոսքով հիմա Իրանից Հայաստան է մտնում գրեթե նույնքան մարդ, որքան պատերազմից առաջ։ Իդեալական է ամեն ինչ, հատուկ խնդիր չկա, լավ է, իրավիճակը իդեալական է, մենք հաղթական ենք։ Իրանցի այս տղամարդը բեռնատարի վարորդ է, ամիսը մի քանի անգամ Հայաստան ապրանք է բերում։ Ասում է իրենք մարտական են տրամադրված, անպայման հաղթելու են Ամերիկային ու Իսրայելին։ Ես անձամբ չեմ եղել Թեհրանում, բայց այն ինչ լսել եմ, այո, հարվածում են։ Այս մյուս տղան վերջին 3-4 տարիներին ավելի շատ Հայաստանում է լինում, քան Իրանում։ Մեր երկրում աշխատում է։ Ինքն էլ շատերի պես ագարակի անցակետը հատողներից է իմանում հայրենիքում տեղի ունեցողի մասին։ Պատերազմ է, ռմբակոծում են։ Ռուսաստանի քաղաքացի կինը, որ չի ցանկանում նկարահանվել, պատմում է անցած կիրակի իր տեսած սարսափի մասին։ Թեհրանի շրջանի նավթապահեստներին Իսրայելի հասցրած հարվածներից հետո սև անձրև է եկել։ Բարեբախտաբար քամին արագ է քշել թունավոր օդը։ Օդը կեղտոտ էր, որովհետև հարվածել էին նավթարդյունաբերական գործարանին, բայց փառք Աստծո սև անձրևից հետո քամին փչեց ու հիմա ամեն ինչ մաքուր է։ Նախ պայթյուն են լսել, հետո արևաբոր լույս է ճառագել նավթապահեստի վրա ընկած հրթիռի հետևանքով, ապա սևամպը պատել է երկինքը ու սև անձրև է սկսել տեղալ։ Իրանահայ կնոջ խոսքով ցերեկը մտնել էր Թեհրանում այդ օրը։ Իրանից Հայաստան եկածների մեծ մասը չի ցանկանում տեսախցիկի առաջ խոսել։ Իրանահայ կնոջ խոսքով, երբ վերադառնան Իրան, իրենց կարող են ինչ-որ մեղադրանքներ ներկայացնել։ Իրանի վրա իսրայելա-ամերիկյան հարձակման առաջին օրն է միայն 24 ժամով փակվել հայ-իրանական սահմանը։ Հիմա բեռնափոխադրումները վերսկսվել են, վարորդներն են որոշում գնալ Իրան, թե ոչ։ Թերեզա Կադաևչյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուշ։